Ըստ մամուլի հին տոնածառը նախկին քաղաքային իշխանության որակվեց ջարդոնի, հիմա մամուլում այդ խոսակցությունը տարածում է, որ նախկին քաղաքային իշխանությունը հին տոնածառը որակել է ջարդոնի։ Սա ուզում եմ հստակ իմանալ, այդ տոնածառը ջարդոն է, դա ջարդոն չէ, սա մեկ։ Երկրորդը, մենք գիտենք, որ կենտրոնական իշխանությունը անցած տարի Գյումրիին տոնածառ տվեց, ինչով է պայմանավորված, որ այդ տոնածառը չի տեղադրվում այսօր հրապարակում, արդյոք դա պայմանավորված է քինախնդրությամբ, սա ևս շատ կարևոր է հստակ պատասխանը, եթե այդպես է, ապա շատ վատ է։ Եվ երրորդը, արդյոք հնարավոր չէր 3 օր սպասել, ավականու նիստը իրականացնեինք, ավականին իր դիրքորոշումը հայտներ այս հարցի շուրջ, եւ հետո նոր արդեն շինաշխատանքները մենք տեսնում ենք, որ 3 օր է հրապարակում, այդ հայտնի ձողն է մոնտաժվում, լրատվամիջոցների բլոգերները խոսում են այդ մասին, այսինքն քննադատությունների արդարացի ալիք է բարձրացել։ Շնորհակալ եմ, խնդրում եմ 3 հարցներ հստակ պատասխան։ Աշխատանքներ են տարվել ամրացնելու եւ իր նախնական տեսքին բերելու համար։ Հաջորդը ոչ մի քինախնդրություն չկա, միանշանակ պարզապես ավելի շքեղ, ավելի լավը լինելու խնդիր կար, եթե չեմ սխալվում, այդ տոնածառը, որը նախորդ իշխանությունը տեղադրել է ջարդոն չէ, շատ լավը կլինի, ամրացվել է, տեղադրվի, զարդարենք։ Հանձնաժողովի նիստի ժամանակ Տիկին Հակոբյանը փոխանցեց, որ անցած տարվա տոնածառը, կարծես է նոր տոնածառը գնալու է մուշ թաղամաս, այդպես է թե այդպես չէ։ 50-ը թաղամասում ենք տեղադրել։ Այս դեպքում տրամաբանությունը հասկանալի է, որովհետև ամեն դեպքում Երևանի վարչական բոլոր տարածքներն ունեն իրենց տոնածառերը, մեր մուշը մանեն առհասարակ բոլոր թաղերն էլ դրան արժանի են։ Եվ անգամ մեկնաբանություններ էին հնչում, որ ժողովուրդը նկարվելուց մի քիչ հարմար է նոր տոնածառը, հին նոր խառնեցինք արդեն, թող եթե պիտի գնա մուշ, այդ հանգամանքով գոնե ողջունելի է, որ այդ տոնածառը օգտագործում ենք ամեն դեպքում, թող նաև վարակիչ ու գեղեցիկ ավանդույթ լինի, ոչ թե ծայրամասերից գան կենտրոն, որ տոնածառը այդ նկարվեն, այլ կենտրոնից գնան ծայրամաս, եւ այդ նաև մեր խմբակցության թեզերից մեկն է եղել, որ ամեն բան անենք բոլոր տոներին եւ սովորական առօրյա օրերին տոնական աշխուժություն մտցնենք ծայրամասերում։